Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Բարև ձեզ։ Այսօր հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության օրը։ Ողջույն, նախ շնորհավորում եմ բոլոր երեխաներին իրենց պաշտպանության օրվա առթիվ, այդ թվում եւ ձեզ, եւ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ինձ մի հարց է հետաքրքրում. ինչու են մեծերն այդքան սիրում չի կարելի բառը, եթե նույնիսկ չեն էլ բացատրում, թե ինչու չի կարելի։ Շնորհակալություն հարցի համար։ Ես հիշեցի, որ փոքր ժամանակ արտասանում էի մի բանաստեղծություն, թե ինչու են մեծերը անդադ ասում չի կարելի։ Հիմա երբ որ մեծացել եմ, նկատում եմ, որ ես էլ եմ երբեմն ստիպված լինում ասել չի կարելի։ Մի գաղտնիք ձեզ բացեմ, ասեմ, որ մեծերն ասում են չի կարելի, որովհետև շատ վախենում են ու անհանգստանում են առաջին հերթին ձեր անվտանգության ու ապահովության համար։ Բայց ես ձեր հետ համաձայն եմ, որ շատ կարևոր է, որ ծնողները բացատրեն, փոքրիկ ինչ-որ բացատրություն ներկայացնեն, թե ինչու են իրենք այս կամ այն բանը արգելում։ Դա նաև մեզ հուշում է, որ ծնողների արգելքները պետք է լինեն հիմնավորված, ոչ թե ուղղակի որովհետև իրենք ցանկանում են արգելել, այլ դրա տակ ունենան հստակ հիմնավորում։ Ես մի հարց ունեմ ձեզ տալու։ Ոնց կարող ենք մենք բացատրել մեծերին այնպես, որ նրանք հասկանան։ Մեզ համար ամենակարևորն է նրանք, որ մեզ հետ ժամանակ անցկացնել։ Ոչ մի գործ չի կարող ավելի կարևոր լինել, քան մեզ հետ խաղալը եւ զրուցելը։ Համաձայն եմ իրականում, կարծում եմ ծնողների համար էլ երեխաների հետ շփումը առաջնահերթություն է։ Եթե պատասխանեմ Անրի ջան քո հարցին, թե ինչպես բացատրենք ծնողներին, շատ կարևոր է, որ դուք անկեղծ եւ ուղիղ խոսեք ծնողների հետ ձեզ հուզող ցանկացած հարցերի մասին։ Երբեմն կարծում եմ ծնողները չեն պատկերացնում ինչքան կարևոր է ձեր համար այդ ժամանակը, որովհետեւ հաճախ դուք սիրում եք օրինակ հեռուստացույց դիտել կամ խաղեր խաղալ, հեռախոսով զբաղվել ու իրենք ոչ միշտ է որ պատկերացնում են, որ դուք կուզեիք իրենց հետ ժամանակ անցկացնել։ Առաջին հերթին պիտի խնդրեմ, որ անկեղծ ուղիղ իրենց ասեք. «Մամ, պապ, ես կուզեմ հիմա մենք խաղանք»։ Երբ կկարողանաս իմ համար ժամանակ ազատել, որ միասին այսինչ բանը անենք, արի որոշենք, որ շաբաթ-կիրակի իրար հետ այսինչ բանը կանենք, բայց կուզեմ նաև ասել, որ դուք էլ մի փոքր հանդուրժող պիտի լինեք ծնողների զբաղվածության հանդեպ, որովհետև իսկապես ամենակարևորը երեխաներն են, բայց այդ երեխաների բարեկեցիկ կյանքը ապահովելու համար ծնողները շատ անելիքներ ու պարտականություններ ունեն, այդ թվում պետք է աշխատանքի գնան, կենցաղային հոգսեր հոգան ու այդ ամեն ինչի մեջ պիտի կարողանան ժամանակ հատկացնել։ Եթե երբեմն իրենց մոտ դա չի ստացվում, խնդրում եմ եղեք ներողամիտ ու մի քիչ համբերատար։ Եթե ես մի աղջիկ գտա, ես տեն սիրուն։ Ես պետք է նրան միանգամից դա ասեմ, թե մի քիչ սպասեմ։ Ես կարծում եմ, որ հիմնականում կարելի է ասել այն, ինչ դու զգում ես ու մտածում ես, քո զգացմունքները արտահայտելը ամոթ չէ եւ վախենալու չէ, ինչու ոչ կարելի է նաեւ արտահայտել, եթե իհարկե միջավայրը այնպիսինն է, որ դա չի խանգարի օրինակ դասապրոցեսին կամ ինչ որ այլ գործունեությանը։ Անկեղծությունը կարծում եմ բոլորը գնահատում են։ Ինչպես կարող ենք հասկանալ, որ արքայա դուստրեք, եթե նույնիսկ թագել չունենք։ Սա շատ հետաքրքիր հարց էր, շատ կարծում եմ, կարևոր է մեր ինքնավերաբերմունքը, ինչպես ենք մենք մեզ վերաբերվում ու ինչպիսի ինքնագնահատական մենք ունենք, մի քիչ բարդ բառեր օգտագործեցի, բայց այն թե ինչպես ենք մենք մեզ վերաբերվում, շատ կարևոր է, դա նաև պայմանավորում է այն, թե ուրիշները մեզ ինչպես կվերաբերվեն, բայց կուզեի նաև, որ մի փոքր վերլուծեինք, թե ինչ է իրենց ենթադրում լինել արքայադուստր, որովհետև այդտեղ կարող են լինել ինչ-որ ընդհանուր պատկերացումներ, բայց գուցե մենք արքայադստերը բնորոշ այսինչ հատկանիշներ ուզում ենք ունենալ, օրինակ ուզում ենք լինել իր նման գեղեցիկ, ներփագեղ, բայց ինչ որ հատկանիշներ չենք ուզում ունենալ, օրինակ ուզում ենք ավելի շատ ազատություն ունենալ, ավելի շատ կարողանալ դուրս գալ, տարբեր մարդկանց հետ շփվել, դրա համար այդ դերը վերցնելուց առաջ արժե մի փոքր մտածենք, մեզ հատկապես այդտեղ ինչն է դուր գալիս։ Իսկ ինչպես լինել լավ ընկեր։ Շատ կարևոր է, որ մենք նախ փնտրենք այնպիսի մարդկանց, ովքեր մոտ են մեզ մեր հետաքրքրություններով, մեր նախասիրություններով, ում հետ մենք կունենանք ինչ-որ ընդհանուր թեմաներ, ընդհանուր հարցեր, դա սովորաբար օգնում է ընկերանալուն։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ մեկի հետ ընկերանանք, կարևոր է, որ անկեղծ լինենք, սուտ չխոսենք եւ անկեղծ իրենով հետաքրքրվենք։ Օրինակ հարցնենք ինքը ինչ է սիրում, ինչով է ինքը զբաղվում, ինչպես է իրեն զգում, առաջարկ
առաջարկենք մեր օգնությունը, օրինակ դու ինչո բանի կարիք ունես, ինչ կուզես, որ ես այսօր քո համար անեմ։ Իհարկե, եթե նա մեզ գաղտնիք է վստահել, պահել այդ գաղտնիքը։ Լինել համբերատար, եթե ինքը շփվում է նաև այլ երեխաների հետ, ես նկատել եմ երեխաները երբեմն մի քիչ խանդով են վերաբերվում, երբ իրենց ընկերը մեկ այլ ընկեր կամ ընկերուհի է ունենում, բայց կարևոր է հիշել, որ դա էլ է նորմալ ու մեզ կօգնի ավելի հեշտ եւ շատ ընկերներ ունենալ, եթե մենք այդպես չսահմանափակենք մեր ընկերներին, չասենք դու միայն իմ ընկերը պետք է լինես, բայց մի փոքրիկ բան եմ ուզում ասել, կուզեի, որ չդնենք մեր առաջ նպատակ, որ բոլորը ուզեն մեր հետ ընկերանալ, որովհետեւ չկա այդպիսի մարդում հետ բոլորն են ուզում ընկերանալ, այլ ավելի շատ դնենք մեր առաջ նպատակ ունենալ մի քանի շատ լավ, հավատարիմ, մտերիմ ընկերներ, եթե անգամ լինեն ինչ-որ մարդիկ, որ մեզ չեն սիրի ու չեն ընդունի, դա էլ է նորմալ ու դրանից տառապելու կարիք չունենք։ Անչափ շնորհակալ ենք հարցազրույցի համար, շատ հաճելի էր։ Երբ որ մենք ինչ-որ հարց ունենանք, կարող ենք ձեզ զանգահարել կամ գնալ ձեր մոտ։ Շատ կարևոր է, որ եթե դուք ունեք ձեզ անհանգստացնող հարցեր, դիմեք որևէ վստահելի մեծահասակի, օրինակ ծնողներին, տատիկ-պապիկներին կամ ուսուցչին, ինչու ոչ կարող եք դիմել նաև դպրոցի հոգեբանին։ Անչափ շնորհակալ ենք հարցազրույցի համար, շատ լավ խորհուրդներ տվեցիք եւ ունեցանք շատ հաճելի հարցազրույց։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն եւ հրաշալի օր եմ մաղթում։